Կնոջ հանկարծակի կորուստից հետո հայրը տեսնում է, թե ինչպես են իր երկվորյակ դուստրերը սուզվում խոր լռության մեջ։ Ամիսների ինտենսիվ բուժումները ձախողվում են մի դատարկության առաջ, որ ոչ ոք չի կարող հասնել։ Մինչ մի կնոջ, որը մոռացված էր համակարգի կողմից, նրբորեն չի վառում բուժման կայծը։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի անդամ այստեղ, ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, դա շատ է օգնում մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես սիրում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Գյումրիից վերադարձի Չվերթը Երանի Զվարթնոց օդանավակայանում վայրեջք կատարեց երեկոյան 8:20-ին։ Արտակ Մանուկյանն անջատեց հեռախոսը, անձնական վարորդից հաստատում ստանալուց հետո, որ նա արդեն օդանավակայանի ճանապարհին է։ Շինարարական ընկերության մատակարարների հետ 3 օր տաց լարված հանդիպումներն արդյունավետ էին անցել, բայց նա անհամբեր սպասում էր տուն հասնելուն։ Կարոտել էր Անահիտին, իր 12 տարվա կնոջը, երկվորյակներ Սոֆիային ու Հելենային, որոնց 7 տարին կլրանար հաջորդ ամիս։ Մինչ սպասում էր ուղեբեռին, հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար։ Ալո, պարոն Արտակ Մանուկյան։ Այո, ով է խոսում։ Ձեզ անհանգստացնում են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից, կենտրոնի մասնաճյուղից։ Դուք պետք է անհապաղ այստեղ գաք։ Ձեր կնոջ, Անահիտ Մանուկյանի հետ կապված է։ Աշխարհը կարծես կանգ առավ։ Արտակը զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Ինչ է պատահել։ Նա լավ է։ Պարոն, կնախընտրեի, որ անձամբ խոսեինք։ Որքան հնարավոր է շուտ եկեք։ Գծի մյուս կողմում հնչող ձայնի լուրջ տոնն արդեն ամեն ինչ ասում էր։ Արտակը ճամպրուկը գցեց գետնին, վազեց դեպի տերմինալի ելքը, սիրտը բաբախում էր։ Դեպի հիվանդանոց գնալու ճանապարհին զանգահարեց աղջիկների դայակին, բայց ոչ ոք չպատասխանեց։ Փորձեց Անահիտի բջջայինը։ Ձայնային փոստ։ Հասնելով հիվանդանոց, նրան ուղղորդեցին մի առանձին սենյակ, որտեղ սպասում էր հերթապահ բժիշկը։ Բժիշկը, միջին տարիքի, տխուր արտահայտությամբ մի տղամարդ, անմիջապես անցավ գործին։ Պարոն Մանուկյան, շատ եմ ցավում, որ ստիպված եմ այս լուրը հայտնել։ Ձեր կինը տանը, ժամը 5-ի սահմաններում, սրտի հանկարծակի կանգ է ունեցել։ Շտապօգնության բրիգադը արագ է հասել, բայց մեզ չհաջողվեց վերակենդանացնել նրան։ Նա չդիմացավ։ Բառերն Արտակի մտքում արձագանքեցին, կարծես շատ հեռվից էին գալիս։ Անահիտը։ Իր Անահիտը։ 34 տարեկանում, միշտ առողջ, միշտ փայլուն։ Ինչպես էր դա հնարավոր։ Բայց, բժիշկ, նա լավ էր։ 3 գիշեր խոսել եմ հետը, ամեն ինչ նորմալ էր։ Երբեմն այդպիսի բաներ պատահում են առանց նախազգուշացման, պարոն Մանուկյան։ Ծանր առիթմիա, բնածին խնդիր, որը երբեք չի դրսևորվել։ Մենք հետաքննում ենք, բայց հիմա կարևորն այն է, որ դուք իմանաք, նա չի տանջվել։ Արտակը հիվանդանոցից դուրս եկավ ուրվականի պես։ Վարորդը, հասկանալով իրավիճակի լրջությունը, առաջարկեց նրան ուղիղ տուն տանել, կենտրոն։ Ամբողջ ճանապարհին Արտակը լուռ էր, փորձելով ընկալել իրականությունը։ Ինչպես էր բացատրելու Սոֆիային Հելենային, որ մայրիկն այլևս չի վերադառնալու։ Տունը տարօրինակ լուռ էր, երբ նա հասավ։ Վարդուհին, դայակը, դուռը բացեց լացից ուռած աչքերով։ Պարոն Արտակ, ինչպիսի ողբերգություն ես չգիտեի, ինչպես ասեմ աղջիկներին։ Որտեղ են նրանք։ Հյուրասենյակում։ Պարոն, նրանք։ Վարդուհին վարանեց, քիթը սրբելով թաշկինակով։ Նրանք փոխվել են, երբ իմացել են։ Այլևս ոչինչ չեն խոսում, ուտել չեն ուզում, տեղից չեն շարժվում։ Արտակը մտավ հյուրասենյակ, զգաց, թե ինչպես է սիրտը կտոր-կտոր լինում։ Սոֆյան Հելենան նստած էին հատակին, կողք կողքի, գրկախառնված, նայում էին դեպի անհայտությունը։ Դեռ դպրոցական համազգեստով էին, բայց նման էին կոտրված տիկնիկների։ Հայրիկը եկավ, աղջիկներ։ Ոչ մի արձագանք։ Նույնիսկ աչք չթարթեցին։ Արտակը ծնկի իջավ նրանց դիմաց, փորձելով տեսողական կապ հաստատել։ Աղջիկներս, հայրիկն այստեղ է։ Եկեք խոսենք։ Ոչինչ։ Կարծես նա գոյություն չուներ։ Վարդուհին մոտեցավ, շշնջալով։ Նրանք այս վիճակում էին, երբ ես եկա։ Հարանուհին, տիկին Մարինեն, զանգահարել էր շտապօգնություն։
Ասաց, որ աղջիկներին այսպես է գտել, երբ հրշեջները կոտրել են դուռը։ Կարծես նրանց աշխարհը կանգ է առել։ Հաջորդ օրերը ցավի հուսահատության մեջ անցան։ Անահիտի հուղարկավորությունը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը, անձրոտ առավոտյան։ Արտակը որոշեց չտանել աղջիկներին, որոնք շարունակում էին մնալ այդ գրեթե կատատոնիկ վիճակում։ Նրանք նորմալ չէին ուտում, չէին խոսում, ոչ մի բանի չէին արձագանքում։ Կարծես անջատվել էին իրականությունից։ Անհանգստացած, Արտակը բժշկական օգնություն փնտրեց։ Աղջիկների մանկաբույժը, բժիշկ Կարապետյանը, մանրամասն զննեց նրանց։ Սա ծանր հոգեբանական տրավմա է, Արտակ։ Նրանք ականատես են եղել մի բանի, որը նրանց մանկական միտքը չի կարողանում ընկալել։ Ես ձեզ կուղղորդեմ մասնագետի մոտ։ Այդպես նա ծանոթացավ բժիշկ Ֆերդինանդ Աղայանի հետ, հայտնի մանկական հոգեբույժ, որի կլինիկան գտնվում էր կենտրոնում։ 50 տարեկան մի տղամարդ, կատարյալ սանրված ալեխառն մազերով, անթերի կոստյումով վեհ կեցվածքով։ Նրա խիստ ձայնը հեղինակություն էր ներշնչում, երբ խոսեց դեպքի մասին։ Պարոն Մանուկյան, այն, ինչի միջով անցնում են ձեր դուստրերը, դիսոցիատիվ տրավմայի բարդ դրսևորում է։ Նրանք անջատվել են իրականությունից, որպես պաշտպանական մեխանիզմ։ Սա լուրջ դեպք է, որը կպահանջի մասնագիտացված ինտենսիվ միջամտություն։ Բժիշկ, նրանք կապաքինվեն։ Համապատասխան բուժման դեպքում, այո։ Բայց դա երկար ծախսատար գործընթաց կլինի։ Մեզ անհրաժեշտ կլինեն ամենօրյա սեանսներ, նյարդաբանական հսկողություն, հնարավոր դեղորայք փորձարարական թերապիաներ։ Իմ թիմն այսպիսի դեպքերով զբաղվող ամենաառաջադեմն է երկրում։ Արտակը չվարանեց։ Փողը խնդիր չէր։ Նրա շինարարական ընկերությունը բուռն աճ էր ապրում, նա ամեն ինչ կաներ դուստրերի համար։ Մի քանի օրում տունը վերածվեց կլինիկայի։ Բժիշկ Ֆերդինանդը վերին հարկում իսկական բժշկական կառույց ստեղծեց։ Բուժքույրերը հերթափոխով աշխատում էին, սրտի մոնիտորներ տեղադրվեցին, էլեկտրաուղեղագրության սարքավորումները հասան հսկայական արկղերով։ Սոֆյան Հելենան ամեն օր հետազոտությունների էին ենթարկվում, ժամեր տող թերապիայի սեանսների, էլեկտրոդներ էին կպցված նրանց փոքրիկ գլուխներին։ Անհրաժեշտ է անընդհատ վերահսկել նրանց ուղեղի ակտիվությունը, բացատրում էր բժիշկ Ֆերդինանդը։ Մենք քարտեզագրում ենք տրավմայից տուժած հատվածները, բուժումն ուղղորդելու համար։ Բայց որքան էլ բարդ լիներ բժշկական սարքավորումը, աղջիկները նույնն էին մնում։ Լուր, հեռու, կարծես թակարդված լինեին անտեսանելի պղպջակի մեջ։ Ուտում էին միայն, երբ ստիպում էին, չէին խաղում, չէին ժպտում։ Նրանք նման էին մարմնից ու ոսկորից երկու արձանների, որոնք շարժվում էին միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Արտակը հյուծված էր։ Աշխատանքի, որը չէր կարող լիովին թողնել, դուստրերի բժշկական առօրյայի մեջ նրա կյանքը քաոսի էր վերածվել։ Վարդուհին անում էր հնարավորը, բայց տունն ավելի շատ խնամքի կարիք ուներ։ Խոհանոցում կուտակվում էր սպասքը, լվացքը դիզվում էր, մաքրությունը տուժում էր։ Հենց Վարդուհին առաջարկեց. Պարոն Արտակ, ձեզ ավելի շատ օգնություն է պետք այստեղ, տանը։ Ես չեմ հասցնում ամեն ինչ անել միաժամանակ աղջիկներին խնամել։ Ինչ կասեք, եթե մեկ ուրիշին վարձենք։ Միայն ընդհանուր մաքրության կարգուկանոնի համար։ Արտակն անմիջապես համաձայնեց։ Վարդուհին ճանաչում էր մի վստահելի գործակալություն կզբաղվեր ընտրությամբ։ Մի քանի օր անց նա վերադարձավ առաջարկով. Մի շատ լավ աղջիկ եմ գտել, պարոն Արտակ։ Բելլա Սահակյան, 28 տարեկան։ Նա ընտանիքներում աշխատելու փորձ ունի, աշխատանքի մեծ կարիք ունի։ Լուրջ նվիրված է թվում։ Լավ, Վարդու։ Հեյ։ Դու ես այդ հարցերից հասկանում։ Կարող ես կանչել նրան։ Արտակն այնքան էր խորասուզված իր ցավի դուստրերի հոգսերի մեջ, որ հազիվ թե ուշադրություն դարձրեց մանրամասներին։ Պարզապես ուզում էր, որ տունը գործի, որպեսզի կարողանա կենտրոնանալ Սոֆյայի Հելենայի ապաքինման վրա։ Հաջորդ երկուշաբթի Բելլա Սահակյանը ներկայացավ աշխատանքի։ Նա միջին հասակի, պարզ պոչիկով հավաքված շագանակագույն մազերով, համեստ ու մաքուր հագուստով կին էր։ Հայացքում ինչ-որ բան կար, վճռականության թախծի խառնուրդ, որն Արտակն արագ նկատեց, բայց չկարողացավ վերծանել։ Բարի լույս, պարոն Մանուկյան։ Ես Բելլան եմ։ Եկել եմ տան գործերին օգնելու։ Բարի գալուստ։ Վարդուհին ձեզ ամեն ինչ կբացատրի։
Ես պետք է գրասենյակ գնամ, բայց եթե որևէ բան լինի, նրա հետ խոսեք։ Բելլան գլխով արեց հետեց վարդուհուն, տանը ծանոթանալու։ Երբ անցան հյուրասենյակի կողքով, որտեղ Սոֆյան Հելենան նստած էին հատակին, շրջապատված խաղալիքներով, որոնց չէին դիպչում, Բելլան մի պահ կանգ առավ։ Նրա հայացքը սերվեց երկու փոքրիկ աղջիկների վրա, այնքան լուռ, այնքան բացակա։ Ինչ որ բան կծկվեց նրա կրծքում։ Նա ճանաչում էր այդ հայացքը։ Տեսել էր նախկինում, այլ վայրերում, այլ հանգամանքներում։ Գիտեր, թե ինչ է դա նշանակում, երբ երեխան այսպես փակվում է աշխարհից։ Նրա դուստրերը։ Մրմնջաց նա վարդուհուն։ Խեղճերը։ 3 ամիս առաջ մորն են կորցրել։ Շատ կարևոր բժշկի մոտ բուժում են ստանում, բայց ոչ մի լավացում չկա։ Ամբողջ օրը այնտեղ են մնում, առանց խոսելու, առանց խաղալու։ Սիրտ են կոտրում։ Բելլան ոչինչ չասաց, բայց մի քանի վայրկյան շարունակեց դիտել աղջիկներին։ Այդ տեսարանում ինչ-որ ծանոթ բան կար, ինչ-որ բան, որն արթնացնում էր հին ցավը իր սեփական կրծքում։ Այդ առաջին շաբաթվա ընթացքում նա իր գործերը կատարում էր լուռ արդյունավետությամբ։ Մաքրում էր, կարգի բերում, զբաղվում լվացքով, պարզ ուտեստներ պատրաստում։ Բայց ամեն անգամ, երբ անցնում էր հյուրասենյակով, որտեղ Սոֆյան Հելենան անցկացնում էին իրենց օրերը, մի պահ կանգ էր առնում նրանց դիտելու։ Աղջիկները կարծես երբեք չէին նկատում նրա ներկայությունը։ Ոչ նրանը, ոչ էլ որևէ մեկի։ Նրանք կորած էին ինչ-որ հեռավոր վայրում, որտեղ ցավը չէր կարող հասնել նրանց, բայց որտեղ կյանքը նույնպես չէր կարողանում մտնել։ Բելլան հասկանում էր այդ վայրը։ Ինքն էլ մի անգամ այնտեղ էր եղել։ Բելլա Սահակյանը մի անտեսանելի բեռ էր կրում, որը շրջապատո։ Ոչ ոք չէր կարողանում տեսնել։ Մանուկյանների տանն աշխատելու առաջին օրերին նա իր գործերը կատարում էր մեխանիկորեն, կարծես ավտոպիլոտի վրա լիներ։ Բայց ամեն անգամ, երբ անցնում էր հյուրասենյակով, որտեղ Սոֆյան Հելենան նստած էին մնում, ինչ-որ բան ներսում խառնվում էր։ Նա ճանաչում էր այդ կորած հայացքը, այդ լիակատար բացակայությունը։ Տեսել էր տասնյակ երեխաների մոտ այն 5 տարիների ընթացքում, երբ աշխատում էր որպես մանկական բուժքույր Երանի Արաբկիր բժշկական կենտրոնում։ Երեխաներ, որոնք անցել էին տրավմաների, ցավերի միջով, որոնց նրանց փոքրիկ սրտերը չէին կարողանում դիմանալ։ Եվ նա գիտեր, որ շատ դեպքերում դեղերը կամ սարքավորումները չէին, որ նրանց վերադարձնում էին աշխարհ։ Դա ջերմությունն էր։ Մարդկային ներկայությունը։ Մեկը, ով նրանց կտեսներ ոչ թե որպես հիվանդներ, այլ որպես մարդիկ։ Բելլան ընդամենը 23 տարեկան էր, երբ ավարտեց բուժքույրական քոլեջը։ Սիրահարված էր իր մասնագիտությանը, հատկապես երեխաների խնամքին։ Բնատուր շնորհք ուներ, հատուկ կապ փոքրիկ հիվանդների հետ։ Նրանք վստահում էին իրեն, ժպտում էին, երբ նա մտնում էր սենյակ, հանգստանում էին նրա մեղմ ձայնից։ Ամեն ինչ փոխվեց 2 տարի առաջ, մարտյան մի օր։ Դա հիվանդանոցում լարված օր էր եղել։ Կրկնակի հերթափոխ, շատ հոսպիտալացումներ, անձնակազմը ծանրաբեռնված էր։ Բելլան խնամում էր ծանր թոքաբորբով 4 տարեկան մի տղայի, փոքրիկ Գաբրիելին, երբ բժիշկ Ֆերդինանդ աղայանից հրաման ստացավ դեղ ներարկել։ Այո, նույն բժիշկ Ֆերդինանդը, որն այժմ բուժում էր Սոֆյային Հելենային։ Այն ժամանակ նա Արաբկիրի մանկաբուժության բաժանմունքի վարիչն էր, հարգված մարդ, հեղինակավոր ձայնով դժվար բնավորությամբ։ Երբ նա հրաման էր տալիս, ոչ ոք չէր վիճում։ Բուժքույր Բելլա, 10 միլիգրամ մորֆին ներարկեք Գաբրիելին։ Տղան ցավ ունի։ Բելլան նայեց դեղատոմսին, ինչ-որ բան չէր համընկնում։ 10 միլիգրամը չափազանց բարձր դեղաչափ էր 4 տարեկան երեխայի համար։ Ճիշտ դեղաչափը կլիներ առավելագույնը 3 միլիգրամ։ Բժիշկ, ավելի լավ չի՞ լինի վերանայել դեղաչափը։ Այս տարիքի երեխայի համար։ Բուժքույր, այստեղ բժիշկը ես եմ։ Արեք այն, ինչ ասում եմ։ Բելլան վարանեց։ Նրա ողջ կրթությունը գոռում էր, որ դա սխալ է, բայց բժիշկ Ֆերդինանդը նրան նայում էր այն ահազդու հայացքով, որը հարցականներ չէր ընդունում։ Դա նրա առաջին տարին էր հիվանդանոցում, նա նոր էր, անփորձ։ Ո՞վ էր ինքը, որ վիճեր տասնամյակների կարիերա ունեցող բժշկի հետ։ Դողացող ձեռքերով նա պատրաստեց ներարկումը։ 10 միլիգրամ մորֆին։ Ներարկեց փոքրիկ Գաբրիելին, որը նրան նայեց այն վստահող աչքերով, չիմանալով, որ դա վերջին անգամն էր, որ ժպտալու էր։ 15 րոպե անց տղայի մոտ շնչառական կանգ սկսվեց։
Արտակարգ իրավիճակների թիմը 2 ժամ պայքարեց, բայց չկարողացավ փրկել նրան։ Գաբրիելը մահացավ մորֆինի գերդոզավորումից։ Ներքին հետաքննությունը արագ դաժան էր։ Բժիշկ Ֆերդինանդը պնդեց, որ նշանակել էր 3 միլիգրամ, ոչ թե 10։ Որպես ապացույց ներկայացրեց փոփոխված դեղատոմս։ Ասաց, որ բուժքույր Բելան ընթերցման սխալ է թույլ տվել մահացու դեղաչափ է ներարկել։ Բելան փորձեց պաշտպանվել, բայց դա նրա խոսքն էր հայտնի բժշկի խոսքի դեմ։ Վկաներ չկային։ Միջանցքի անվտանգության տեսախցիկները հարմարավետորեն այդ օրը անսարք էին։ 1 շաբաթում նրան աշխատանքից ազատեցին կոպիտ անպութության համար։ 1 ամսում մասնագիտական խորհուրդը զրկեց նրան բուժքույրական լիցենզիայից։ 3 ամսում նա Երանի հիվանդանոցներից ցուցակում էր։ Ոչ ոք նրան այլս չէր վարձի առողջապահության ոլորտում աշխատելու։ Փոքրիկ Գաբրիելի ընտանիքը դատի տվեց հիվանդանոցին։ Բելային ներառեցին գործի մեջ որպես ամբաստանյալ։ Ստիպված եղավ վաճառել բնակարանը, որը հիփոթեքով էր վերցրել, բոլոր խնայողություններն օգտագործել փաստաբանների վրա։ Վերջում, նույնիսկ անմեղ լինելով, ստիպված եղավ վճարել մի փոխհատուցում, որը նրան տարիներով պարտքերի մեջ թողեց։ Նրա կյանքը փլուզվեց։ Մասնագիտությունը, որը սիրում էր, կորած էր։ Հեղինակությունը ոչնչացված։ Գործընկերները, որոնք նախկինում հարգում էին նրան, այժմ խուսափում էին նրանից, կարծես վարակիչ լիներ։ Որոշ ընկերներ անհետացան, մյուսները շշնջում էին թիկունքում։ Բելան խորը դեպրեսիայի մեջ ընկավ։ Ամիսներ շարունակ փակված մնաց տանը, փոքրիկ բնակարանում, որը վարձել էր մալ։ Աթյա Սեբաստիայում, իր բնակարանը կորցնելուց հետո։ Չէր կարողանում նորմալ քնել, մղձավանջներ էր տեսնում Գաբրիելի մասին, նրա այն վստահող հայացքի մասին, երբ վերջին անգամ տեսել էին իրար։ Ապաքինումը դանդաղ ցավոտ էր։ Աստիճանաբար գտավ պատահական աշխատանքներ, որպես մաքրուհի, տարեցների խնամող, տնային աշխատող։ Միշտ կեղծ անուններով երաշխավորագրերում, միշտ թաքցնելով իր անցյալը։ Սովորեց լինել անտեսանելի, չառանձնանալ, աննկատ մնալ։ Բայց ցավը երբեք լիովին չանցավ։ Եվ մեղքի զգացումը, նույնիսկ իմանալով, որ դա իր պատասխանատվությունը չէր, շարունակում էր ներսից կրծել։ Այդ պատճառով, տեսնելով Սոֆիային Հելենային այդ վիճակում, նա կրծքում սեղմոց զգաց։ Ճանաչում էր նրանց ցավը, քանի որ կրում էր իր սեփականը։ Գիտեր, թե ինչ է նշանակում անջատվել աշխարհից, երբ այն դառնում է անտանելի։ Մանուկյանների տանն աշխատելու երկրորդ շաբաթվա վերջում, հինգշաբթի օրը Բելան հյուրասենյակը փոշեկուլով մաքրելիս նկատեց, որ սարքի ձայնը խանգարում է բժիշկ Ֆերդինանդին, որը վերին հարկում աղջիկների հետ սեանս էր անցկացնում։ Անջատեց փոշեկուլը։ Մնաց այնտեղ, կանգնած, դիտելով հատակին նստած Սոֆիային Հելենային։ Նրանք կրում էին այդ էլեկտրոդները գլխին, լարերով միացված մի սարքի, որը մշտական ձայնային ազդանշաններ էր արձակում։ Նման էին 2 կոտրված տիկնիկի։ Առանց մտածելու, Բելան սկսեց ցածրաձայն երգել մի երգ, որը տատիկը սովորաբար երգում էր իր համար, երբ փոքր էր։ Ձկնիկ, ձկնիկ, ո՞ր ես գնում։ Ես գնում եմ լճակը, խաղալու իմ ընկերների հետ։ Դա պարզ, մեղմ մեղեդի էր, որը միշտ հանգստացնում էր նրան փոքր ժամանակ։ Շարունակեց երգել, բազմոցի վրայի մի քանի շոր ծալելով, փորձելով ուշադրություն չգրավել։ Հանկարծ ինչ-որ բան ստիպեց նրան կանգ առնել։ Երբ բարձրացրեց աչքերը, տեսավ, որ Սոֆիան ուղիղ իրեն է նայում։ Դա այն սովորական դատարկ հայացքը չէր։ Դա հետաքրքրասեր, ներկա, կենդանի հայացք էր։ Կարծես ամիսների մեջ առաջին անգամ աղջիկն իսկապես ինչ-որ մեկին տեսել էր։ Բելան քարացավ, չիմանալով ինչ անել։ Սոֆիան շարունակում էր նայել, այժմ Հելենան նույնպես գլուխը շրջել էր նրա ուղղությամբ։ Ձկնիկ, ձկնիկ, ո՞ր ես գնում։ Կրկին շշնջաց Բելան, գրեթե առանց ձայնի։ Հելենան մի փոքր շարժեց գլուխը, կարծես փորձում էր ավելի լավ լսել։ Բելան զգաց, թե ինչպես են արցունքները հավաքվում աչքերում, բայց չդադարեց երգել։ Կարծես պատուհան էր բացվել մի սենյակում, որը ամիսներ շարունակ փակ էր եղել։ Երբ ավարտեց երգը, 2 աղջիկները դեռ նրան էին նայում։ Ոչինչ չասացին, չժպտացին, բայց այնտեղ էին։ Ներկա։ Կենդանի։ Ողջույն, մրմնջաց Բելան, դանդաղ կրանալով, որ նրանց հասակին լինի։ Ձեզ դուր եկավ երգը։ Սոֆիան դանդաղ թարթեց աչքերը։ Հելենան թեթակի շարժեց մատները։
Դրանք նվազագույն, գրեթե աննկատելի ժեստեր էին, բայց Բելայի համար դրանք հրավառության պես էին։ Նա գիտեր, որ այդ պահին ինչ-որ բան փոխվել էր։ Հաջորդ օրերին Բելան սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել աղջիկներին։ Ամեն անգամ, երբ անցնում էր հյուրասենյակով, նրանք մենակ էին, ցածրաձայն երգում էր նույն երգը։ Եվ միշտ նկատում էր փոքր արձագանքներ։ Մի հայացք, որը մի փոքր ավելի երկար էր մնում, մի շնչառություն, որը դառնում էր ավելի հանգիստ, գրեթե աննկատելի մի շարժում։ Մեկ շաբաթ անց, երբ ճաշասենյակն էր մաքրում, Բելան նկատեց, որ Սոֆյան հայացքով հետում է իրեն, մինչ նա շարժվում էր տան մեջ։ Դա նուրբ էր, բայց տեղի էր ունենում։ Դու ինձ տեսնում ես, այնպես չէ՞, մրմնջաց Բելան, երբ անցավ նրա մոտով։ Դու այնտեղ ես, ներսում, սպասում ես ճիշտ պահին դուրս գալու համար։ Սոֆյան չպատասխանեց, բայց Բելան վստահ էր, որ նա հասկացել էր։ Արտակն այնքան էր տարված աշխատանքի բժիշկ Ֆերդինանդի հետ հանդիպումների միջ, որ չէր նկատում այդ փոքր փոփոխությունները։ Վարդուհին, միշտ զբաղված աղջիկների դեղորայքով, հիմնական խնամքով, նույնպես չէր նկատում։ Բայց Բելան տեսնում էր։ Եվ ամեն օր, որ անցնում էր, զգում էր, որ Սոֆյան Հելենան աստիճանաբար վերադառնում են աշխարհ։ Շաբաթ առավոտյան տեղի ունեցավ առաջին մեծ առաջընթացը։ Արտակը վաղ էր դուրս եկել ակումբում թենիս խաղալու, փորձելով թեթացնել սթրեսը։ Վարդուհին խոհանոցում նախաճաշ էր պատրաստում։ Բժիշկ Ֆերդինանդը միայն կեսօրին կգար, հանգստյան օրերի սեանսի համար։ Բելան հյուրասենյակում սեղանի ամսագրերն էր կարգի բերում, երբ Սոֆյան դանդաղ բարձրացավ հատակից, որտեղ ժամերով նստած էր։ Բելան ձացրեց, թե ուշադրություն չի դարձնում, բայց ամեն ինչ դիտում էր աչքի պոչով։ Սոֆյան դանդաղ քայլեց դեպի այնտեղ, որտեղ Բելան էր, կանգնեց նրա կողքին, պարզապես դիտելով։ Ողջույն, Սոֆյա, մեղմ ասաց Բելան, չդադարեցնելով իր գործը։ Բարի լույս նա քեզ։ Աղջիկը չպատասխանեց, բայց չհեռացավ։ Մի քանի րոպե անց Բելան զգաց, որ ինչ-որ բան դիպավ իր բլուզին։ Դա Սոֆյայի փոքրիկ ձեռքն էր, որը նրբորեն դիպչում էր թքի կտորին։ Բելայի սիրտը սկսեց արագ բաբախել, բայց նա հանգիստ մնաց։ Ուզում ես օգնել ինձ ամսագրերը կարգի բերել, ցածրաձայն հարցրեց նա։ Սոֆյան բանավոր չպատասխանեց, բայց երբ Բելան մի ամսագիր մեկնեց նրան, աղջիկը վերցրեց այն։ Դա առաջին կամավոր ֆիզիկական շփումն էր, որ Սոֆյան ունեցավ մեկ այլ մարդու հետ մոր կորստից հետո։ Հելենան, տեսնելով քրոջ շարժումը, նույնպես բարձրացավ, դանդաղ քայլեց դեպի նրանց։ Կանգնեց Բելայի մյուս կողմում, պարզապես դիտելով։ Երեքով մնացին այնտեղ գրեթե 1 ժամ, լռությամբ ամսագրեր դասավորելով։ Բելան ժամանակ առ ժամանակ ցածրաձայն երգում էր, աղջիկները կարծես հանգստանում էին նրա ձայնի հնչյուններից։ Երբ լսեցին արտակի մեքենայի ձայնը, որը մտնում էր ավտոտնակ, Սոֆյան Հելենան արագ վերադարձան իրենց սովորական տեղը, նստելով հատակին, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Արտակը քրտնած մտավ թենիսից, արագ ողջունեց Բելային, գնաց լոգանք ընդունելու։ Ոչ մի տարբեր բան չնկատեց։ Բայց Բելայի համար ամեն ինչ փոխվել էր։ Նա գիտեր, որ Սոֆյան Հելենան սկսում են վստահել իրեն։ Եվ ավելի կարևոր, սկսում են ուզենալ վերադառնալ կենդանիների աշխարհ։ Այդ գիշեր, ընթրիքից հետո խոհանոցը կարգի բերելիս, Բելան մտածում էր, թե ինչ է կատարվում։ Աղջիկները արձագանքում էին մի բանի, որը բժշկական սարքավորումները բժիշկ Ֆերդինանդի սեանսները չէին կարողանում առաջարկել, պարզ անկեղծ մարդկային կապին։ Նա հոգեբուժական կրթություն չուներ, չէր հասկանում բարդ տրավմաներից կամ փորձարարական թերապիաներից։ Բայց սրտի խորքում գիտեր, որ Սոֆյան Հելենան ավելի շատ սարքերի կամ դեղերի կարիք չունեին։ Նրանք պետք է նորից իրենց ապահով զգային, նորից սիրված, նորից տեսնեին իրենց որպես երեխան։ Ոչ թե հիվանդներ։ Եվ ինչ-որ պատճառով, որը նա չէր կարողանում լիովին բացատրել, նրանք սկսում էին այդ անվտանգությունը գտնել իր մեջ։ Գուցե դա այն պատճառով էր, որ Բելան նույնպես մի անգամ կորել էր։ Գուցե որովհետև նա հասկանում էր, թե ինչ է նշանակում, երբ աշխարհը փլուզվում է շուրջդ, դու պետք է թաքնվես ինչ-որ ապահով տեղում, քո ներսում։ Կամ գուցե պարզապես որովհետև, երբ նայում էր Սոֆյային Հելենային, նա ախտանիշներ կամ ախտորոշումներ չէր տեսնում։ Տեսնում էր երկու վախեցած փոքրիկ աղջիկների, որոնք պետք է իմանային, որ աշխարհում դեռ կա բարություն, հոգատարություն, նույնիսկ այդքան ցավից հետո։ Սպասքը տեղավորելն ավարտելիս Բելան իրեն լուր խոստում տվեց։ Կանի ամեն ինչ, որպեսզի օգնի այս երեխաներին գտնել տուն վերադառնալու ճանապարհը։ Դեպի կյանք։
Դեպի այն ուրախությունը, որն արժանի է ունենալ յուրաքանչյուր երեխա։ Նա դեռ չգիտեր, որ իր սեփական կյանքի ողբերգության պատասխանատուն նույն մարդն էր, որը բուժում էր Սոֆիային Հելենային։ Այդ բացահայտումը դեռ առջում էր, այն կփոխեր ամեն ինչ։ Սոֆիայի Բելայի առաջին շփումից 3 շաբաթ անց փոքր փոփոխությունները սկսեցին ավելի ակնհայտ դառնալ։ Դա նման էր դանդաղեցված կադրերով ծաղիկների բացվելը դիտելուն։ Սոֆիան առաջինն էր, որ ավելի հստակ առաջընթաց ցույց տվեց։ Սկսեց հայացքով հետել Բելային տան մեջ, գլուխը շրջում էր, երբ լսում էր նրա ձայնը, երբեմն մոտենում էր նրան, մինչ նա տնային գործեր էր անում։ Հելենան միշտ ավելի ամաչկոտ, ամեն ինչ դիտում էր հեռվից, բայց նույնպես նշաններ էր տալիս, որ ուշադրություն է դարձնում։ Բելան հատուկ առօրյա էր ստեղծել։ Ամեն անգամ, երբ բժիշկ Ֆերդինանդը տանը չէր, աղջիկները մենակ էին մնում հյուրասենյակում, նա մեղմ երգեր էր երգում աշխատելիս։ Սկսեց ձկնիկ, ձկնիկից, բայց հետո ներառ։ Եց մանկության այլ երգեր, ծապ-ծապ, ծափիկ, դժվժիկ, նավակը շրջվեց։ Աղջիկները կարծես ճանաչում էին յուրաքանչյուր մեղեդի, Բելան նկատում էր, թե ինչպես են նրանք հանգստանում, երբ ինքը երգում էր։ Երեքշաբթի առավոտյան, մինչ Վարդուհին դուրս էր եկել դեղատնից դեղեր գնելու, Արտակը գրասենյակում հանդիպման էր, մի զարմանալի բան տեղի ունեցավ։ Բելան հյուրասենյակն էր մաքրում, երբ սկսեց երգել ծապ-ծապ, ծափիկ։ Հանկարծ լսեց մի թույլ ձայն, գրեթե շշուկ։ Բոլորս միասին ծափ տանք։ Դա Հելենան էր։ Բելան անմիջապես կանգ առավ, սիրտը խփում էր։ Հելենան խոսել էր։ 4 ամսվա մեջ առաջին անգամ աղջիկներից մեկը ինչ-որ բան էր ասել։ Հելենա, շշնջաց Բելան, դանդաղ կռանալով նրա մոտ։ Դու ինձ հետ երգեցի՞ր։ Հելենան նայեց նրան իր մեծ, մուգ աչքերով, բայց այլս ոչինչ չասաց։ Պարզապես թեթակի գլխով արեց։ Ուզում ես շարունակեմ երգել։ Եվս մեկ գրեթե աննկատելի գլխով անելը։ Բելան շարունակեց երգը, Հելենան շշնջաց մի քանի առանձին բառեր։ Սոֆիան, տեսնելով քրոջ մասնակցությունը, նույնպես սկսեց շարժել շուրթերը, թե ձայն դուրս չէր գալիս։ Երբ Վարդուհին վերադարձավ դեղատնից, գտավ երեքին նստած հյուրասենյակի հատակին, Բելան ցածրաձայն երգում էր, իսկ աղջիկները ուշադրությամբ լսում էին, ինչպես ամիսներ շարունակ չէին արել։ Աստված իմ, ինչպիսի գեղեցիկ տեսարան, ասաց Վարդուհին, ժպտալով։ Վաղուց էի, որ նրանց այսքան ներկա չէի տեսել։ Բելան պարզապես ժպտաց, բայց ներսում փայլում էր։ Գիտեր, որ ճիշտ ճանապարհին է։ Հաջորդ օրերին առաջընթացն արագացավ։ Սոֆիան նորից սկսեց գլխով անել, երբ ինչ-որ մեկը խոսում էր նրա հետ։ Հելենան ժամանակ առ ժամանակ մի քանի բառ էր շշնջում։ Երկուսն էլ սկսեցին մի փոքր ավելի լավ ուտել, հատկապես, երբ Բելան մոտ էր լինում ուտելու ժամին։ Հինգշաբթի օրը Արտակը սովորականից շուտ տուն եկավ։ Չեղարկել էր հանդիպումը, քանի որ իրեն մեղավոր էր զգում այդքան շատ ժամանակ դրսում անցկացնելու համար, մինչդեռ դուստրերը իր կարիքն ունեին։ Մտնելով հյուրասենյակ, պատրաստ լինելով գտնել Սոֆիային Հելենային սովորական կատատոնիկ վիճակում, լսեց մի բան, որը ստիպեց նրան կանգ առնել ճանապարհի կեսին։ Ծիծաղ։ Երեխաների ծիծաղ, վերին հարկից եկող։ Արտակը երկու բարձրացավ աստիճանները, սիրտը արագ բաբախում էր։ Հետեց ձայնին, մինչ աղջիկների սենյակ կանգ առավ դռան մոտ, չհավատալով իր տեսածին։ Սոֆիան Հելենան Բելայի հետ բժիշկ էին խաղում։ Նրա վրա սրբիչից իմպրովիզացված խալաթ էին դրել պլաստմասե խաղալիքներով զն։ Նում էին նրա ձեռքերը։ Նրանք ծիծաղում էին, ցածրաձայն խոսում, թվում էին նորմալ։ Թվում էին այն դուստրերը, որոնց նա ճանաչում էր ողբերգությունից առաջ։ Արտակը կանգնած մնաց դռան մոտ, արցունքները հոսում էին դեմքով, չկարողանալով շարժվել։ Դա առաջին անգամն էր, որ լսում էր դուստրերի ծիծաղը Անահիտի կորստից հետո։ Առաջին անգամն էր, որ տեսնում էր նրանց խաղալիս, շփվելիս, նորից երեխա լինելիս։ Հայրիկ, գոռաց Սոֆիան, երբ տեսավ նրան։ Վազեց դեպի նա, նետվեց նրա գիրկը։ Հելենան անմիջապես հետեց։ Արտակը գրկեց նրանց, կարծես երբեք բաց չէր թողնելու, լաց լինելով հուզմունքից։ Աղջիկներս, կրկնում էր նա արցունքների միջով։ Աղջիկներս վերադարձել են։ Բելան կանգնած էր սենյակի անկյունում, հուզված ժպիտով դիտելով վերամիավորումը։ Փորձեց աննկատ դուրս գալ, որպեսզի ընտանիքին մենակ թողնի, բայց Արտակը կանչեց նրան։ Բելա, սպասեք։ Խնդրում եմ։
նա շրջվեց, մի փոքր շփոթված։ Ես չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել, ասաց Արտակը, դեռ դուստրերին գրկած։ Չգիտեմ, ինչ եք արել, բայց նրանք վերադարձել են։ Պարոն Արտակ, ես պարզապես մի քանի երգ երգեցի նրանց հետ։ Մի քիչ խաղացինք։ Ոչ մի առանձնահատուկ բան։ Ոչ մի առանձնահատուկ բան։ Բելա, դուք մի քանի շաբաթում հասաք նրան, ինչին ամիսների բուժումը չհասավ։ Դուք իմ դուստրերին կյանքի վերադարձրիք։ Այդ գիշեր, երբ Սոֆյան Հելենան քնեցին իրենց սենյակում ողբերգությունից հետո առաջին անգամ, Արտակը զանգահարեց բժիշկ Ֆերդինանդին, լավ լուրերով կիսվելու։ Բժիշկ, դուք չեք հավատա։ Աղջիկները խոսում են, խաղում, ծիծաղում։ Սա հրաշք է։ Գծի մյուս կողմում երկար դադար եղավ։ Պարոն Մանուկյան, դա հետաքրքիր է։ Բայց մենք պետք է զգույշ լինենք շատ կտրուկ փոփոխություններից։ Երբեմն այն, ինչ առաջընթաց է թվում, իրականում կարող է լինել ավելի բարդ պաշտպանական մեխանիզմ։ Ինչպես թե, բժիշկ։ Ես պետք է անհապաղ զննեմ աղջիկներին։ Եվ մեկ այլ բան։ Դուք նշեցիք, որ տնային աշխատողը մոտ է եղել նրանց։ Դա կարող է խնդրահարույց լինել։ Խնդրահարույց։ Բժիշկ, հենց այն բանից հետո, երբ Բելան սկսեց շփվել նրանց հետ, լավացում եղավ։ Հենց դա է ինձ անհանգստացնում։ Տրավմայի ենթարկված երեխաները կարող են դիսֆունկցիոնալ կապեր զարգացնել այն անձանց հետ, որոնք կեղծ անվտանգություն են ներկայացնում։ Դա կարող է լրջորեն խանգարել երկարաժամկետ բուժմանը։ Արտակը լռեց, շփոթված։ Բժիշկ, չեմ հասկանում։ Նրանք ակնհայտորեն լավանում են։ Պարոն Մանուկյան, վստահեք ինձ։ Ես տասնամյակների փորձ ունեմ այսպիսի դեպքերում։ Վաղը առավոտյան կգամ այնտեղ, արտակարգ գնահատման համար։ Եվ առաջարկում եմ սահմանափակել այդ աշխատողի շփումը երեխաների հետ, մինչ վստահ լինենք, որ ռիսկեր չկան։ Այդ գիշեր բժիշկ Ֆերդինանդը չկարողացավ քնել։ Մանուկյան աղջիկների հանկարծակի լավացումը խորապես անհանգստացնում էր նրան, բայց ոչ այն պատճառներով, որոնք բացատրել էր Արտակին։ Ճշմարտությունն այն էր, որ այդ դեպքը չափազանց շահութաբեր էր։ Փորձարարական բուժումները, որոնք նա կիրառում էր, շաբաթական հազարավոր դրամներ արժեին։ Վարձակալված սարքավորումներ ուներ, երրորդ կողմի բուժքույրերի թիմ, ներմուծված դեղորայք։ Բացի այդ, նա մտադիր էր երկվորյակների դեպքն օգտագործել ծանր մանկական տրավմաների մասին գիտական հոդվածում, որը գրում էր. Եթե աղջիկներն այդքան արագ ապաքինվեին պարզ մեթոդներով, որոնք տեխնոլոգիա կամ դեղորայք չէին ներառում, նրա ամբողջ սխեման կփլուզվեր։ Ավելի վատ, կկասկածեին այն բոլոր թանկարժեք ընթացակարգերի անհրաժեշտությանը, որոնք նա իրականացնում էր։ Նա պետք է վերականգներ իրավիճակի վերահսկողությունը։ Հաջորդ առավոտ բժիշկ Ֆերդինանդը սովորականից շուտ հասավ Մանուկյանների տուն, իր հետ բերելով փաստաթղթերով հաստ թղթապանակ։ Սառը ողջունեց Արտակին, խնդրեց առանձին զննել աղջիկներին։ Սոֆյան Հելենան, որոնք Բելայի հետ նախաճաշում էին ծիծաղում նրա պատմած մի պատմության վրա, տեսանելիորեն լարվեցին, երբ տեսան բժշկին։ Մթնոլորտը անմիջապես փոխվեց։ Զննումից հետո բժիշկ Ֆերդինանդը Արտակին կանչեց գրասենյակ, առանձին զրույցի։ Պարոն Մանուկյան, իմ կասկածները հաստատվեցին։ Աղջիկների մոտ նկատվում են խնդրահարու էմոցիոնալ տեղափոխման նշաններ։ Նրանք կորցրած մայրական կերպարը փոխարինում են տնային աշխատողով, ինչը կարող է ստեղծել ավելի լուրջ հոգեբանական կախվածություն։ Բժիշկ, չեմ հասկանում։ Նրանք ակնհայտորեն ավելի լավ են։ Արտաքուստ, այո։ Բայց դա արհեստական լավացում է, հիմնված կախվածության հարաբերությունների վրա։ Եթե այս կնոջ հետ ինչ-որ բան պատահի, կամ եթե նա հանկարծակի հեռանա, աղջիկների տրավման կարող է էքսպոնենցիալ կերպով բազմապատկվել։ Արտակը գլուխը տարուբերեց, շփոթված։ Ապա ինչ եք առաջարկում։ Բժիշկ Ֆերդինանդը բացեց իր բերած թղթապանակը, մի քանի թուղթ հանեց։ Պարոն Մանուկյան, ես պետք է ձեզ ինչ-որ բան պատմեմ ձեր աշխատողի մասին։ Ես անվտանգության նկատառումներով նրա անցյալը ստուգեցի, քանի որ նա սերտ շփման մեջ է ձեր դուստրերի հետ, որոնք խոցելի վիճակում են։ Արտակը ուղղվեց աթոռին։ Բելա Սահակյանը նախկինում գրանցված բուժքույր է եղել։ 2 տարի առաջ աշխատանքից ազատվել է Արաբկիր բժշկական կենտրոնից, բժշկական ամփոփության համար, որը հանգեցրել է երեխայի մահվան։ Դեղորայքի գերդոզավորում, որը նա
Սխալ է ներարկել։ Արտակի աշխարհը կարծես պտտվեց։ Ինչ։ Ամեն ինչ փաստաթղթավորված է այստեղ։ Նա կորցրել է մասնագիտական լիցենզիան, դատի է տրվել զոհի ընտանիքի կողմից։ 4 տարեկան երեխա է մահացել նրա սխալի պատճառով։ Արտակը դողացող ձեռքերով վերցրեց թղթերը։ Դրանք դատական գործերի, կարգապահական հաշվետվությունների, թերթերի հոդվածների պատճեններ էին։ Ամեն ինչ պաշտոնական էր թվում, ամեն ինչ իրական էր թվում։ Բժիշկ, սա չի կարող ճիշտ լինել։ Նա այնքան հոգատար է աղջիկների հետ, այնքան քնքուշ։ Հենց դա է ինձ անհանգստացնում։ Մարդիկ, որոնք լուրջ սխալներ են գործել երեխաների հետ, երբեմն փորձում են քավել իրենց մեղքը, ստեղծելով մոլուցքային կապեր այլ երեխաների հետ։ Դա կարող է վտանգավոր լինել։ Արտակը շոկի մեջ էր։ Ինչպես էր այդքան կույր եղել։ Ինչպես չէր ստուգել նրա երաշխավորագրերը պատշաճ կերպով։ Ինչ պետք է անեմ։ Պարոն Մանուկյան, որպես բժիշկ, որպես մեկը, ով անկեղծորեն մտահոգված է Սոֆիայի Հելենայի բարեկեցությամբ, ես խստորեն խորհուրդ եմ տալիս ազատել այս աշխատողին։ Անհապաղ։ Ամեն օր, որ նա մնում է այստեղ, կարող է վտանգել ձեր դուստրերի իրական ապաքինումը։ Արտակը մի քանի րոպե լուռ մնաց, նայելով ձեռքի փաստաթղթերին։ Բայց, բժիշկ, եթե ես նրան աշխատանքից հանեմ, աղջիկները կարող են հետընթաց ապրել։ Պարոն Մանուկյան, վստահեք գիտական գործընթացին։ Վստահեք բժշկությանը։ Մենք կվերսկսենք համապատասխան բուժումը, ես երաշխավորում եմ, որ ձեր դուստրերը կապաքինվեն ճիշտ, մշտական ձով, առանց խնդրահարույց կախվածությունների։ Երբ Արտակը դուրս եկավ գրասենյակից, որոշումը կայացրած էր։ Չէր կարող վտանգել դուստրերի անվտանգությունը։ Եթե Բելան իսկապես երեխայի մահվան պատճառ էր դարձել, ինչպես կարող էր վստահել նրան Սոֆիայի Հելենայի խնամքը։ Գտավ Բելային խոհանոցում, ճաշ պատրաստելիս։ Վարդուհին բակում լվացք էր փռում, իսկ աղջիկները խաղում էին հյուրասենյակում։ Բելա, ես պետք է ձեզ հետ խոսեմ։ Նա շրջվեց, ձեռքերը գոգնոցով չորացնելով։ Նրա ձայնի տոնի մեջ ինչ-որ բան զգաստացրեց Բելային։ Այո, պարոն Արտակ։ Ճիշտ է, որ դուք նախկինում բուժքույր եք աշխատել։ Եվ որ աշխատանքից ազատվել եք մի սխալի համար, որը երեխայի մահվան պատճառ է դարձել։ Բելան զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Նրա անցյալը նորից գտել էր իրեն։ Պարոն Արտակ, ես կարող եմ բացատրել։ Ճիշտ է, թե։ Ոչ։ Ճիշտ է։ Ճիշտ է, որ ես բուժքույր էի։ Եվ ճիշտ է, որ երեխա է մահացել։ Բայց դա իմ սխալը չէր, ես կարող եմ ամեն ինչ բացատրել։ Բելա, ինչպես կարողացար դա թաքցնել ինձնից։ Իմ դուստրերը խոցելի, տրավմայի ենթարկված, դու թաքցրել ես, որ ներգրավված ես եղել երեխայի մահվան մեջ։ Պարոն Արտակ, խնդրում եմ, թույլ տվեք բացատրել, թե իրականում ինչ է պատահել։ Ոչ, Բելա։ Ես վստահեցի քեզ։ Իմ դուստրերը վստահեցին քեզ։ Եվ դու ստեցիր առաջին օրվանից։ Արցունքները սկսեցին հոսել Բելայի դեմքով։ Ես չեմ ստել, պարոն։ Ես պարզապես չեմ պատմել, քանի որ գիտեի, որ ոչ ոք ինձ հնարավորություն չէր տա, եթե իմանար։ Բայց երդվում եմ ամենասուրբ բանով, ես չեմ սպանել այդ երեխային։ Ինձ օգտագործեցին որպես քավության նոխազ։ Բելա, ես այլս չեմ կարող վստահել քո խոսքին։ Ես պետք է մտածեմ իմ դուստրերի մասին։ Արտակը խորը շունչ քաշեց, ուժ հավաքելով այն բանի համար, ինչ պետք է ասեր։ Դուք ազատված եք։ Ուզում եմ, որ այսօր իսկ հեռանաք իմ տնից։ Բելան զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Ոչ թե աշխատանքը կորցնելու համար, նա արդեն շատ էր կորցրել։ Այլ Սոֆիայի Հելենայի համար։ Նրանք լավանում էին, վերադառնում էին կյանքի։ Իսկ հիմա։ Պարոն Արտակ, աղջիկները նրանք այնքան առաջընթաց են ունենում։ Բժիշկ Ֆերդինանդն ասաց, որ դա կեղծ լավացում է, հիմնված խնդրահարույց կախվածության վրա։ Որ դա կարող է վտանգավոր լինել նրանց համար երկարաժամկետ հեռանկարում։ Բելան այդ պահին ամեն ինչ հասկացավ։ Բժիշկ Ֆերդինանդ։ Նույն մարդը, որը ոչնչացրել էր իր կյանքը, այժմ նորից ոչնչացնում էր այն։ Եվ ավելի վատ, օգտագործում էր Սոֆիային Հելենային որպես խաղաքարեր իր խաղում։ Բայց Արտակը չէր հավատա նրան։ Ոչ հիմա։
Ոչ այն բոլոր փաստաթղթերով, որոնք որպես ապացույց էին նրա դեմ։ Կարող եմ հրաժեշտ տալ նրանց։ Արտակը մի պահ վարանեց, բայց հետո գլխով բացասական պատասխան տվեց։ Բժիշկ Ֆերդինանդն ասաց, որ ավելի լավ է խուսափել տրավմատիկ հրաժեշտներից։ Դա կարող է ավելի վատ լինել նրանց համար։ Բելլան գլխով արեց, չկարողանալով խոսել։ Վերցրեց պայուսակը ուղղվեց դեպի դուռը։ Երբ դուրս էր գալիս, լսեց Սոֆիայի ձայնը, որը գոռում էր վերին հարկից. «Բելլա, մորաքույր, Բելլա մորաքույր, արի մեզ հետ խաղա»։ Այդպես էին նրանք սկսել կանչել իրեն։ «Բելլա, մորաքույր»։ Բելլան մի պահ կանգ առավ դռան մոտ, ուժգին փակեց աչքերը դուրս եկավ, հետ չնայելով։ Չտեսավ, թե ինչպես Արտակը սրբեց մի արցունք, երբ հասկացավ, որ գուցե իր կյանքի ամենամեծ սխալն է գործում։ Առաջին գիշերն առանց Բելլայի մղձավանջ էր։ Սոֆյան Հելենան նրա մասին հարցնում էին օրվա մնացած ողջ ընթացքում։ Որտեղ է Բելլա մորաքույրը, երբ է նա վերադառնալու, ինչու նա գնաց առանց հրաժեշտ տալու։ Արտակը փորձեց բացատրել, որ նա պետք է ճամփորդեր, որ աշխատանք էր առաջացել մեկ այլ քաղաքում, բայց աղջիկները չէին ընդունում անորոշ պատասխանները։ Քնելու ժամին նրանք հրաժարվեցին գնալ իրենց սենյակ։ Նստած մնացին աստիճանների վրա, սպասելով։ Բելլա մորաքույրը միշտ երգում էր մեզ համար քնելուց առաջ, ասաց Սոֆյան, աչքերը լի արցունքներով։ Նա իրականում չի գնացել, հայրիկ։ Նա պարզապես դուրս է եկել ինչ-որ բան գնելու։ Արտակը զգաց, թե ինչպես է սիրտը կտոր-կտոր լինում։ Ստիպված եղավ երկու աղջիկներին գրկած տանել սենյակ։ Մեկ-մեկ, մինչ նրանք լաց էին լինում, կանչելով Բելլային։ Հաջորդ առավոտ, երբ իջավ նախաճաշելու, գտավ Սոֆիային Հելենային նստած հյուրասենյակի հատակին։ Ամիսներ առաջվա նույն դիրքում։ Լուռ, բացակա, նայում էին դեպի անհայտությունը։ Աղջիկներ, եկեք նախաճաշենք։ Ոչ մի պատասխան։ Կարծես նրանք վերադարձել էին նախկին վիճակին, կարծես վերջին շաբաթների ողջ առաջընթացը պարզապես երազ էր եղել։ Վարդուհին փորձեց ուրախացնել նրանց խաղերով, բայց նրանք չէին արձագանքում։ Առաջարկեց սիրելի խաղալիքները, բայց նրանք նույնիսկ չնայեցին։ Փորձեց երգել այն երգերը, որոնք Բելլան էր երգում, բայց նրա ձայնը նույն կախարդական ազդեցությունը չուներ։ Երկրորդ օրն առանց Բելլայի Սոֆյան Հելենան նորից դադարեցին ուտել։ Երրորդ օրը վերադարձան լիակատար լռության։ Չորրորդ օրը կարծես վերջին ամիսների առաջընթացը երբեք տեղի չէր ունեցել։ Արտակը հուսահատված էր։ Առաջին իսկ առավոտյան զանգահարեց բժիշկ Ֆերդինանդին։ Բժիշկ, աղջիկները լիովին հետընթաց են ապրել։ Նրանք ճիշտ այնպես են, ինչպես առաջ։ Պարոն Մանուկյան, դա սպասելի էր։ Դա այն է, ինչի մասին ես զգուշացրել էի խնդրահարույց կախվածության վերաբերյալ։ Այժմ կարող ենք վերսկսել համապատասխան բուժումը, առանց արտաքին միջամտությունների։ Բայց օրերն անցնում էին, աղջիկները չէին լավանում, Արտակը սկսեց կասկածել, թե արդյոք ճիշտ որոշում էր կայացրել։ Բժիշկ Ֆերդինանդը մեծացրեց սեանսների հաճախականությունը, նոր դեղեր ներմուծեց, ել ավելի բարդ սարքավորումներ բերեց։ Բայց ոչինչ չէր օգնում։ Բելլայի հեռանալուց մեկ շաբաթ անց, գրասենյակում թղթեր կարգի բերելիս, Արտակը գտավ մի թղթապանակ, որը չէր հիշում, թե տեսել էր։ Այն դրված էր այլ բժշկական փաստաթղթերի մեջ, գրեթե թաքցված։ Թղթապանակի ներսում կար Նաիրի բժշկական կենտրոնի մանկական հոգեբույժ, բժշկուհի Մարինա Վարդանյանի կնիքով հաշվետվություն։ Փաստաթուղթը թվագրված էր 7 ամիս առաջ, աղջիկների բժիշկ Ֆերդինանդի մոտ բուժումը սկսելուց 2 ամիս անց։ Արտակը սկսեց կարդալ, զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Հոգեբուժական գնահատում, հիվանդներ, Սոֆիա Հելենա Մանուկյան հիվանդների կլինիկական պատկերի մանրամասն վերլուծությունից հետո եզրակացնում եմ, որ առկա է սուր հոգեբանական տրավմա, պայմանավորված մոր հանկարծակի կորստով։ Վիճակը շրջելի է էմոցիոնալ աջակցության թերապիայի, ջերմ միջավայրի կայուն խնամող անձանց ներկայության միջոցով։ Այս դեպքում խորհուրդ չի տրվում կիրառել ինվազիվ բուժումներ, հոգեմետ դեղորայք կամ փորձարարական ընթացակարգեր։ Հիվանդներն ունեն բնական ապաքինման կարողություն, ապահով հուզական կապի աջակցող հոգեբանական ուղեկցության միջոցով։ Կանխատեսում գերազանց 3-ից 6 ամսվա ընթացքում ակնկալվող ապաքինմամբ համապատասխան էմոցիոնալ խնամքի միջոցով։ Այս եզրակացություններն ուղարկում եմ բժիշկ Ֆերդինանդ Աղայանին, ի գիտություն բուժման արձանագրությունը վերանայելու համար։
Բժշկուհի Մարինա Վարդանյան, Բլ. 89456 եր Արտակը 3 անգամ անընդմեջ կարդաց փաստաթուղթը, չկարողանալով լիովին ընկալել, թե ինչ է տեսնում։ Այդ հաշվետվությունը կազմվել էր 7 ամիս առաջ։ 7 ամիս։ Եվ բժիշկ Ֆերդինանդը երբեք չէր նշել դրա գոյության մասին։ Դողացող ձեռքերով Արտակը վերցրեց հեռախոսը, զանգահարեց Նաիրի բժշկական կենտրոն։ Կցանկանայի խոսել բժշկուհի Մարին Վարդանյանի հետ, խնդրում եմ։ Մի պահ, կփոխանցեմ նրա գրասենյակ։ Մի քանի րոպե անց մի կանացի ձայն պատասխանեց. Բժշկուհի Մարինա, բարի օր։ Բժշկուհի, Արտակ Մանուկյանն է։ Դուք մի քանի ամիս առաջ սննել եք իմ երկվորյակ դուստրերին։ Այո։ Սոֆյան, Հելենան։ Ինչպե՞ս են նրանք։ Հուսով եմ, բժիշկ Ֆերդինանդը հետել է իմ խորհուրդներին։ Արտակը զգաց, թե ինչպես է կոկորդը չորանում։ Բժշկուհի, ինչ խորհուրդների մասին է խոսքը։ Դե, պարոն Մանուկյան, ինչպես բացատրել էի իմ ուղարկած հաշվետվության մեջ, ձեր դուստրերը բարդ բուժումների կարիք չունեին։ Նրանց տրավման սուր էր, բայց հուզական խնամքի միջոցով ապաքինվելու գերազանց ներուժով։ Ես խորհուրդ էի տվել դադարեցնել ինվազիվ ընթացակարգերը, կենտրոնանալ էմոցիոնալ աջակցության թերապիայի վրա։ Բժշկուհի, ես երբեք չեմ տեսել այդ հաշվետվությունը։ Գծի մյուս կողմում լռություն տիրեց։ Ինչպես թե չեք տեսել։ Ես այն ուղիղ ուղարկել եմ բժիշկ Ֆերդինանդին կես տարուց ավելի առաջ, պատճենը ձեզ։ Ես ոչինչ չեմ ստացել։ Պարոն Մանուկյան, սա շատ լուրջ է։ Այդ հաշվետվությունը լիովին կփոխեր ձեր դուստրերի բուժումը։ Ինչ է արել բժիշկ Ֆերդինանդը նրանց հետ այս բոլոր ամիսների ընթացքում։ Արտակը բացատրեց տանը տեղադրված ամբողջ բժշկական ապարատուրան, սարքավորումները, դեղորայքը, ամենօրյա ընթացակարգերը։ Աստված իմ, շշնջաց բժշկուհին։ Պարոն Մանուկյան, այդ ամենը լիովին անհրաժեշտ չէր։ Եվ պոտենցիալ վնասակար։ Ձեր դուստրերը կարող էին բնական ճանապարհով ապաքինվել ամիսներ առաջ։ Արտակն անջատեց հեռախոսը այն զգացումով, որ աշխարհը նորից փլուզվում է։ Բժիշկ Ֆերդինանդը դիտավորյալ թաքցրել էր մի բժշկական հաշվետվություն, որը կարող էր ամեն ինչ փոխել։ Իր դուստրերը ամիսներ շարունակ տառապել էին անհարկի բուժումներից։ Ինչի՞ համար։ Նույն օրը նա մասնավոր քննիչ վարձեց։ Ուզում էր ամեն ինչ իմանալ բժիշկ Ֆերդինանդ աղայանի, նրա կարիերայի, մասնագիտական վարքի, մյուս հիվանդների մասին։ Այն, ինչ նա բացահայտեց մեկ շաբաթվա հետաքննության ընթացքում, ցնցող էր։ Քննիչը Ռոբերտ Սարգսյան անունով նախկին ոստիկան բժշկի մասին ընդարձակ զեկույց ներկայացրեց։ Խոսել էր հիվանդանոցների նախկին աշխատակիցների հետ, որտեղ Ֆերդինանդն աշխատել էր, վերանայել էր էթիկական գործեր, վերլուծել նրա բուժումների օրինաչափությունները։ Պարոն Մանուկյան, բժիշկ Ֆերդինանդ աղայանը մտահոգիչ անցյալ ունի։ Վերջին 5 տարում առնվազն 12 ընտանիք բողոք է ներկայացրել նրա դեմ անհարկի կամ չափազանց թանկ բուժումների համար։ Մեծամասնությունը առաջ չի գնացել, քանի որ նա շատ լավ իրավաբանական թիմ ունի, գործերը տեխնիկապես բարդ են։ Ինչ տեսակի բողոքներ։ Չափազանցված ախտորոշումներ, չհաստատված փորձարարական բուժումներ, անբավարար դեղաչափերով դեղորայք, անհրաժեշտից շատ ավելի երկար տող ընթացակարգեր։ Միշտ բարձր եկամուտ ունեցող ընտանիքների հիվանդների դեպքում։ Ռոբերտը փաստաթղթերով լի թղթապանակ ցույց տվեց։ Բայց ամենավատ դեպքը, որ գտա, մի բուժքրոջ մասին էր, որը նրա հետ աշխատել է Արաբկիր բժշկական կենտրոնում։ Բելա Սահակյան անունով մեկը։ Արտակը զգաց, թե ինչպես է ստամոքսը շրջվում։ Բելա Սահակյան։ Այո։ Ըստ իմ ձեռք բերած փաստաթղթերի, նա փորձել է զգուշացնել դեղաչափի սխալի մասին, որը բժիշկ Ֆերդինանդը թույլ էր տալիս մի երեխայի դեպքում։ Սխալն ընդունելու փոխարեն, նա կեղծել է բժշկական դեղատոմսը մեղքը գցել նրա վրա։ Բուժքրոջն աշխատանքից ազատել են, նա կորցրել է լիցենզիան, դատի է տրվել։ Նրա կյանքը ոչնչացվել է, նրա հեղինակությունը պաշտպանելու համար։ Արտակը գունատվել էր։ Վստահ եք դրանում։ Պարոն Մանուկյան, ես կարողացա մուտք գործել հիվանդանոցի ներքին արխիվներ, մի կապի միջոցով։ Բնօրինակ դեղատոմսերը դեռ այնտեղ են, մեռյալ արխիվում։ Հնարավոր է տեսնել, թե որտեղ են փոփոխվել։
Բժիշկ Ֆերդինանդը 3 մկրը փոխել է 10 մկի երեխայի մահից հետո, որպեսի թվավ, թե բուժքույրն է գերդոզավորում կիրառել։ Աստված իմ։ Եվ էլի բան կա։ Խոսելով այլ մարդկանց հետ, որոնք աշխատել են նրա հետ, ես պարզեցի, որ այս Բելա Սահակյանը համարվում էր հիվանդանոցի լավագույն մանկական բուժքույրերից մեկը։ Երբեք սխալ չէր գործել, սիրված էր երեխաների ընտանիքների կողմից։ Ոչ մի իմաստ չուներ, որ նա այդքան տարրական սխալ թույլ տար։ Արտակը շոկի մեջ էր։ Բելան ճշմարտությունն էր ասել։ Նա անմեղ էր։ Եվ նա աշխատանքից հանել էր նրան, հիմնվելով նույն մարդու ստերի վրա, որը նախկինում ոչնչացրել էր նրա կյանքը։ Ռոբերտ, ինձ պետք են բոլոր ապացույցները, որոնք կարող եք գտնել բուժքրոջ այս գործի վերաբերյալ։ Բնօրինակ փաստաթղթեր, վկաներ, ամեն ինչ։ Արդեն զբաղվում եմ, պարոն։ Բայց կարող եմ հարցնել, թե ինչու է այս կոնկրետ դեպքը կարևոր։ Որովհետև այդ բուժքույրը նա խնամում էր իմ դուստրերին։ Եվ նրանք լավանում էին նրա հետ։ Ես նրան աշխատանքից հանեցի, քանի որ հավատացի բժիշկ Ֆերդինանդի ստերին։ Այդ գիշեր Արտակը չկարողացավ քնել։ Մի քանի անգամ բարձրացավ աղջիկների սենյակ, նրանց քնած տեսնելու։ Սոֆյան Հելենան այնքան փխրուն, այնքան խոցելի էին թվում։ Եվ նա թույլ էր տվել, որ նրանք ամիսներ շարունակ ենթարկվեն անհարկի բուժումների, մի անխիղճ մարդու ագահության փառասիրության պատճառով։ Ավելի վատ, նա աշխատանքից հանել էր միակ մարդուն, որն իսկապես օգնում էր նրանց։ Հաջորդ օրը Ռոբերտը ավելի շատ ապացույցներ բերեց։ Բժշկական պալատի փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս Ֆերդինանդի դեմ այլ հետաքննություններ։ Ֆինանսական հաշվետվություններ, որոնք վկայում էին, որ նա միջնորդավճարներ էր ստանում տնային բուժման համար վարձակալված սարքավորումներից։ Հեռախոսազանգերի ձայնագրություններ, որտեղ նա մատակարարներին հրահանգում էր, թե ինչպես ուռճացնել ընթացակարգերի ծախսերը։ Պարոն Մանուկյան, բժիշկ Ֆերդինանդ աղայանը ոչ միայն անկարող բժիշկ է։ Նա հանցագործ է։ Օգտագործում է ընտանիքների խոցելի ությունը հուսահատության պահերին հարստանալու համար։ Ռոբերտ, ուզում եմ, որ այս ամենը հավաքեք մի ամբողջական դոսիեի մեջ։ Ուզում եմ յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր ապացույց, յուրաքանչյուր վկա։ Ես կվերջացնեմ այս մարդու կարիերան։ Իսկ բուժքույր Բելայի մասին։ Արտակը խորը հոգոց հանեց։ Ես պետք է գտնեմ նրան։ Պետք է ներողություն խնդրեմ։ Եվ պետք է նրան վերադարձնեմ իմ դուստրերի մոտ։ Նույն օրը Արտակը առերեսվեց բժիշկ Ֆերդինանդի հետ։ Ոչինչ չասաց բացահայտումների մասին, պարզապես անփութորեն հարցրեց. Բժիշկ, դուք ճանաչել եք Բելա Սահակյան անունով բուժքրոջը Արաբկիր բժշկական կենտրոնում։ Տեսավ, թե ինչպես բժշկի դեմքը մի պահ գունատվեց, նախքան նա իրեն հավաքեց։ Աղոտ։ Իսկ ինչու՞։ Ոչ մի կարևոր բան։ Պարզապես հետաքրքրություն։ Բայց այդ արձագանքը բավական էր ամեն ինչ հաստատելու համար։ Բժիշկ Ֆերդինանդը հստակ գիտեր, թե ով է Բելան, ինչ է արել նրա հետ։ Այդ գիշեր Արտակը որոշում կայացրեց։ Վերցրեց հեռախոսը, զանգահարեց Երանի լավագույն քրեական իրավունքի փաստաբանական գրասենյակ։ Վարձեց 5 փաստաբանից բաղկացած թիմ, որոնք մասնագիտացած էին առողջապահության դեմ ուղղված հանցագործությունների մեջ։ Նա վարձեց դատական հաշվապահների, վերլուծելու բժիշկ Ֆերդինանդին նրա մատակարարների ցանցին կատարված բոլոր վճարումները։ Ուզում էր յուրաքանչյուր կոպեկը հետ, տոկոսներով ճշգրտմամբ։ Եվ վարձեց 3 մասնավոր քննիչ, ապացույցներ հավաքելու բոլոր մյուս հիվանդների մասին, որոնց Ֆերդինանդը վնասել էր։ Բժիշկ Ֆերդինանդ աղայանը գաղափար անգամ չուներ, բայց նրա կյանքը պատրաստվում էր լիովին փլուզվել։ Արտակը գիշերվա մնա։ Ցած մասն անցկացրեց դուստրերի կողքին, որոնք անհանգիստ էին քնում, երազում շշնջալով Բելա մորաքույր։ Առավոտյան նա դուրս կգար, գտնելու Բելային աղերսելու նրա ներողամտությունը։ Բայց դրանից առաջ նա պետք է համոզվեր, որ այդքան տառապանքի պատճառ դարձած մարդը կվճարի յուրաքանչյուր արցունքի համար, որ նա պատճառել էր։ Բելային գտնելը դժվար չէր։ Նա աշխատում էր որպես մաքրուհի մի մաքրման ընկերությունում, ամեն օր 3 ավտոբուս էր փոխում աշխատանքի հասնելու համար, ապրում էր ծայրամասում վարձակալած փոքրիկ բնակարանում։ Արտակը նրան գտավ այն գործակալության միջոցով, որտեղ վարդուհին ի սկզբանե գտել էր նրա տվյալները։
Գործակալության տնօրենը տիկին Սոնան 70 տարեկան մի կին, որը տասնամյակներ շարունակ ղեկավարում էր ընտանեկան բիզնեսը, սկզբում հրաժարվեց տալ հասցեն։ Պարոն Արտակ, Բելլան շատ տառապած աղջիկ է։ Ես նրան չեմ բացահայտի, եթե դուք ավելի շատ խնդիրներ եք պատճառելու։ Տիկին Սոնա, ես պետք է ներողություն խնդրեմ նրանից։ Եվ իմ դուստրերը նրա կարիքն ունեն։ Տիկինը մի քանի րոպե ուսումնասիրեց նրան խորաթափանց հայացքով։ Դուք նրան աշխատանքից ազատել եք այն հիվանդանոցի պատմության պատճառով, այնպես չէ՞։ Ես գիտեի, որ մի օր դա տեղի կունենա։ Միշտ է այդպես լինում։ Դուք գիտեիք նրա պատմությունը։ Իհարկե գիտեի։ Բելլան ինձ ամեն ինչ պատմեց առաջին օրը, երբ եկավ այստեղ աշխատանք փնտրելու։ Լացեց իմ առաջ, ցույց տվեց փաստաթղթերը, բացատրեց, թե ինչպես են իրեն օգտագործել որպես քավության նոխազ։ Սարսափելի անարդարություն։ Ապա ինչու նրան առաջարկեցիք աշխատել իմ տանը։ Որովհետև ես մարդկանց ճանաչում եմ, երիտասարդ։ Ճանաչում եմ լավ մարդկանց, վատ մարդկանց։ Բելլան լավ մարդ է։ Միշտ էլ եղել է։ Այն, ինչ արել են նրա հետ, անչափ չարություն էր։ Տիկին Սոնան տվեց հասցեն, բայց զգուշացրեց։ Եթե նորից վիրավորեք այդ աղջկան, ստիպված կլինեք ինձ բացատրություն տալ։ Արտակը գնաց Բելլայի բնակարան շաբաթ օրը։ Դա Մալաթիա Սեբաստիայում պարզ շենք էր, թափված պատերով, փոքր պատուհաններով։ 3 հարկ բարձրացավ, մինչ գտավ իր փնտրած համարով դուռը։ Երբ Բելլան բացեց դուռը, տեսավ նրան այնտեղ կանգնած, դեմքը գունատվեց։ Պարոն Արտակ։ Բելլա, ես։ Կարող եմ ներս մտնել։ Պետք է ձեզ հետ խոսեմ։ Նա մի պահ վարանեց, բայց հետո բացեց դուռը։ Բնակարանը փոքրիկ էր, մաքուր, պարզ կահույքով մի փոքրիկ սրբապատկերով, որի վրա մոմեր էին վառվում։ Բելլա, ես եկել եմ ներողություն խնդրելու։ Նա նայեց նրան, չհասկանալով։ Ինչի՞։ Համար ներողություն։ Որ չհավատացի ձեզ։ Որ ձեզ աշխատանքից հանեցի, առանց ձեր տարբերակը լսելու։ Որ ոչնչացրի ձեր հնարավորությունը նորից աշխատելու երեխաների հետ։ Արտակը պատմեց ամեն ինչ։ Բժշկուհի Մարինայի թաքցրած հաշվետվության բացահայտումը, բժիշկ Ֆերդինանդի մասին հետաքննությունը, ապացույցները, որ նա անարդարության էր ենթարկվել հիվանդանոցում։ Բելլան լուռ լսում էր, արցունքները հոսում էին դեմքով։ Ես գիտեի, շշնջաց նա, երբ Արտակն ավարտեց։ Ես միշտ գիտեի, որ մի օր ճշմարտությունը կբացահայտվի։ Բելլա, իմ դուստրերը նրանք լիովին հետընթաց են ապրել ձեր գնալուց հետո։ Նրանք այնպես են, ինչպես առաջ էին, կամ ավելի վատ։ Նրանք ձեր կարիքն ունեն։ Պարոն Արտակ, ես։ Բելլա, ես աղաչում եմ։ Վերադարձեք տուն։ Վերադարձեք նրանց մոտ։ Բելլան սրբեց արցունքները, խորը շունչ քաշեց։ Աղջիկները։ Ինչպես են նրանք։ Կորած։ Դատարկ։ Ձեր անունն են կանչում քնած ժամանակ։ Ամեն օր ձեր մասին են հարցնում։ Նորից դադարել են նորմալ ուտել, չեն խոսում, չեն խաղում։ Կարծես այն ողջ ուրախությունը, որ դուք բերեցիք, պարզապես երազ էր։ Բելլան մի պահ փակեց աչքերը։ Իսկ բժիշկ Ֆերդինանդը կվճարի այն ամենի համար, ինչ արել է։ Ձեզ, իմ դուստրերին, բոլոր մյուս ընտանիքներին։ Ես փաստաբաններ, քննիչներ, հաշվապահներ ունեմ, որոնք աշխատում են գործի վրա։ Նա կբանտարկվի, կկորցնի լիցենզիան, կվերադարձնի յուրաքանչյուր գողացված կոպեկը։ Արտակը վերցրեց Բելլայի ձեռքերը։ Բայց դա հիմա կարոր չէ։ Կարորը Սոֆյան Հելենան են։ Նրանց Բելլա մորաքույրն է պետք։ Բելլան նորից սկսեց լաց լինել։ Նրանք ինձ Բելլա մորաքույր են կանչում։ Այդպես են միշտ խոսել ձեր մասին։ Որտեղ է Բելլա մորաքույրը։ Բելլա մորաքույրը կվերադառնա, Բելլա մորաքույրը խոստացել էր մեզ համար երգել։ Պարոն Արտակ, ես այնքան եմ վախենում, որ նորից չեմ կարողանա օգնել նրանց։ Իսկ եթե նրանք չարձագանքեն։ Իսկ եթե ես չիմանամ ինչ անել։ Բելլա, դուք կիմանաք։ Ուք միշտ իմացել եք։ Դա ձեր ունեցած շնորհն է։ Արտակը դադար տվեց, նրա ձայնը հուզմունքից խեղդվեց։ Ես կորցրի իմ կնոջը։ Կարծում էի, կկորցնեմ նա դուստրերիս։ Դուք նրանց վերադարձրիք ինձ։
Դուք փրկեցիք իմ ընտանիքը։ Բելլան նայեց սրբապատկերին, որտեղ մի երեխայի փոքրիկ լուսանկար կար։ Գաբրիելն է, մեղմ հարցրեց Արտակը։ Այո։ Ես ամեն օր նրա համար մոմ եմ վառում։ Եվ ներողություն եմ խնդրում, նույնիսկ իմանալով, որ դա իմ մեղքը չէր։ Բելլա, Գաբրիելը ձեր պատճառով չի մահացել։ Իսկ Սոֆյան Հելենան կենդանի են ձեր շնորհիվ։ Այդ օրը Արտակը Բելլային վերադարձրեց տուն։ Բայց նախ, նրանք հատուկ կանգառ արեցին։ Թխվածքաբլիթ պատրաստելու համար բաղադրիչներ գնեցին, նկարելու համար ներկեր, այգում ծաղիկներ տնկելու համար սերմեր։ Պարզ, բայց իմաստով լի բաներ։ Երբ հասան կենտրոնի տուն, Արտակը մեքենան կայանեց դրսում զանգահարեց վարդուհուն։ Վարդուհի, կարող ես աղջիկներին բերել հյուրասենյակի պատուհանի մոտ։ Մի քանի րոպե անց Սոֆյան Հելենան հայտնվեցին պատուհանի մոտ։ Երբ տեսան Բելլային մեքենայից իջնելիս, սկսեցին գոռալ. Բախել ապակուն։ Բելլա մորաքույր։ Բելլա մորաքույր։ Հայրիկը Բելլա մորաքրոջը հետ է բերել։ Նրանք վազեցին դեպի դուռը, նախքան Բելլան կհասներ։ Երբ նա ներս մտավ, նետվեցին նրա գիրկը, լաց լինելով, ծիծաղելով, միաժամանակ խոսելով։ Բելլա մորաքույր, դու գնացիր առանց հրաժեշտ տալու։ Մենք սպասում էինք, որ դու վերադառնաս։ Հայրիկն ասաց, որ դու ճամփորդել ես, բայց մենք գիտեինք, որ դու իրականում չէիր գնա։ Բելլան ծնկի իջավ հյուրասենյակի հատակին, գրկելով երկու աղջիկներին, նրանց հետ լաց լինելով։ Ես այնքան կարոտել էի ձեզ։ Դու նորից կգնաս, Բելլա մորաքույր։ Երբեք, սիրելիներս։ Երբեք։ Այդ գիշեր տունը նորից կյանքով լցվեց։ Սոֆյան Հելենան 2 շաբաթվա մեջ առաջին անգամ նորմալ ընթրեցին։ Խաղացին, ծիծաղեցին, Բելլային պատմեցին այն ամենը, ինչ տեղի էր ունեցել նրա բացակայության ընթացքում։ Քնելու ժամին նա երգեց բոլոր այն երգերը, որոնք նրանք խնդրեցին։ Ձկնիկ, ձկնիկ, ծապ, ծապ, ծափիկ, նույնիսկ մի քանի նոր երգ, որոնք հատուկ նրանց համար էր սովորել։ Երբ աղջիկները վերջապես քնեցին, Արտակն ու Բելլանս լուծում էին հյուրասենյակում։ Բելլա, ուզում եմ, որ իմանաք, որ այսուհետ ամեն ինչ այլ կերպ է լինելու։ Դուք այլս այստեղ աշխատող չեք լինի։ Դուք կլինեք ընտանիքի անդամ։ Պարոն Արտակ։ Եվ ուզում եմ օգնել ձեզ մաքրել ձեր անունը։ Ես ունեմ Երանի լավագույն փաստաբաններին, որոնք աշխատում են բժիշկ Ֆերդինանդի գործի վրա։ Նրանք ձեր գործը կներառեն հետաքննության մեջ։ Դուք կվերականգնեք ձեր լիցենզիան, եթե ցանկանաք։ Բելլան երկար լուռ մնաց։ Պարոն Արտակ, ես շատ բան սովորեցի այս 2 տարում։ Սովորեցի, որ ինձ պաշտոն կամ դիպլոմ պետք չէ, երեխաներին սիրով խնամելու համար։ Սոֆյան Հելենան ինձ սովորեցրին, որ այն, ինչ իրականում բուժում է, դեղերը կամ սարքավորումները չեն։ Դա քնքշությունն է։ Այսինքն, դուք կմնաք։ Կմնամ։ Բայց ոչ որպես աշխատող։ Որպես մեկը, ով սիրում է այս աղջիկներին, ուզում է տեսնել նրանց երջանիկ մեծանալիս։ 3 ամիս անց բժիշկ Ֆերդինանդ աղայանի հետ կապված սկանդալը պայթեց մամուլում։ Հետաքննությունները բացահայտեցին խարդախությունների սխեմա, որը տել էր ավելի քան 5 տարի։ Կեղծ ախտորոշումներ, անհարկի բուժումներ, անբավարար դեղորայք, մատակարարներից անօրինական միջնորդավճարներ։ Ընտանիքներին հասցված վնասը գերազանցում էր 2 միլիոն դրամը։ Բժիշկ Ֆերդինանդը ձերբակալվեց։ Ոստիկանության գործողության արդյունքում, որին մասնակցում էին 3 մարզերի բժշկական վերահսկողության մարմիններ։ Նրա ձերբակալությունը լայնորեն լուսաբանվեց հեռուստատեսությամբ, ցուցադրելով նրան ձեռնաշխտաներով տարվող կադրեր։ Նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, որակյալ խարդախության, բժշկության անօրինական գործունեության, բժշկական փաստաթղթերի կեղծման կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման համար։ Նա ընդմիշտ զրկվեց բժշկական լիցենզիայից, պարտավորվեց միլիոնավոր դրամների փոխհատուցումներ վճարել տուժած ընտանիքներին։ Բելլայի գործը վերանայվեց բուժքույրական պալատի կողմից։ Արտակի փաստաբանների ներկայացրած նոր ապացույցների շնորհիվ նրա լիցենզիան վերականգնվեց, նա հիվանդանոցից փոխհատուցում ստացավ անարդար աշխատանքից ազատման համար։ Բայց Բելլան որոշեց չվերադառնալ հիվանդանոցներում աշխատելուն։ Արտակի աջակցությամբ նա ստեղծեց Բելլա մորաքրոջ ինստիտուտը, աջակցության կենտրոն այն ընտանիքների համար, որոնց երեխաները տրավմայի միջով են անցել։ Մի վայր, որտեղ բուժումը տեղի էր ունենում երաժշտության, խաղերի, ջերմուց
Անկեղծ ուշադրության միջոցով։ Սոֆյան Հելենան, այժմ 9 տարեկան, դարձան ինստիտուտի առաջին մանկական դեսպանները։ Օգնում էին ընդունել այլ երեխաների, սովորեցնում էին այն երգերը, որոնք Բելլա մորաքույրը երգել էր իրենց համար, կիսվում էին իրենց հաղթահարման պատմություններով։ Ինստիտուտի ստեղծումից 2 տարի անց Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացած բարեգործական երեկույթի ժամանակ Սոֆյան բարձրացավ բեմ խոսելու 400 հոգանոց լսարանի առաջ։ Իմ անունը Սոֆիա է, սա իմ քույր Հելենան է։ Երբ մեր մայրիկը գնաց երկինք, մենք շատ տխրեցինք, դադարեցինք խոսել, խաղալ, ժպտալ։ Բժիշկները փորձում էին օգնել մեզ դեղերով սարքերով, բայց ոչինչ չէր օգնում։ Աղջիկը դադար տվեց, նայեց լսարանին, շարունակեց. Մինչ որ մի օր մեր տուն եկավ մի շատ հատուկ կին։ Նա պարզապես մաքրուհի էր, մի մարդ, որին բոլորը անտեսանելի էին համարում։ Բայց նա մեզ տեսավ։ Նա մեզ համար երգեց, մեզ հետ խաղաց, մեզ հիշեցրեց, որ աշխարհը դեռ կարող է գեղեցիկ լինել։ Հելենան միացավ քրոջը բեմում։ Բելլա մորաքույրը մեզ սովորեցրեց, որ բուժումը թանկարժեք դեղերի կամ սարքավորումների մասին չէ։ Դա սիրո մասին է։ Դա այն մասին է, որ ինչ-որ մեկն իսկապես հոգ տանի քո մասին։ Սոֆյան եզրափակեց։ Մի անտեսանելի կին մեզ փրկեց, երբ բոլոր մասնագետները ձախողվեցին։ Եվ այսօր Բելլա մորաքրոջ ինստիտուտի միջոցով նա շարունակում է փրկել այլ երեխաների ամեն օր։ Լսարանը ոտքի կանգնեց 5 րոպեանոց ծափահարություններով։ Առաջին շարքում Արտակը հուզմունքից լաց էր լինում։ Նրա կողքին Բելլան բռնել էր Գաբրիելի լուսանկարը, որը միշտ պայուսակում էր պահում։ Տեսա՞ր, Գաբրիել, շշնջաց նա լուսանկարին։ Քո Բելլա մորաքույրը նորից երեխաների փրկիչ դարձավ։ Այդ գիշեր, տուն վերադառնալիս, Սոֆյան հարցրեց. Բելլա մորաքույր, կարծում ես, մեր մայրիկը կհպարտանար մեզանով։ Բելլան նայեց երկու աղջիկներին, այնքան մեծացած, այնքան ուժեղ, այնքան կյանքով լի։ Սոֆիա, իմ արքայադուստր, վստահ եմ, որ ձեր մայրիկը ամեն օր նայում է ձեզ երկնքից ժպտում։ Դուք ամենաարի ամենահոգատար աղջիկներն եք, որոնց ես ճանաչում եմ։ Իսկ դու, Բելլա մորաքույր, դու երջանիկ ես։ Բելլան նայեց մեքենայի պատուհանից, տեսնելով լուսավորված երանը, որն անցնում էր դրսում։ Մտածեց այն ճանապարհի մասին, որն անցել էր նվիրված բուժքրոջից մինչ ոչնչացված կին, անտեսանելի աշխատողից մինչ կյանքեր փոխող ինստիտուտի հիմնադիր։ Բայց ամենից շատ մտածեց Սոֆիայի Հելենայի մասին, որոնք իր ցավը վերածել էին նպատակի, իր կորուստը, ձեռքբերման, իր հուսահատությունը, սիրո։ Ես ավելի երջանիկ եմ, քան երբեք կարող էի պատկերացնել, պատասխանեց նա գրկելով երկու աղջիկներին մեքենայի հետի նստատեղին։ Եվ մինչ նրանք շարժվում էին լուսավորված քաղաքով, երեքով միասին երգեցին այն երգը, որից ամեն ինչ սկսվել էր։ Ձկնիկ, ձկնիկ, ո՞ր ես գնում։ Ես գնում եմ լճակը, խաղալու իմ ընկերների հետ։ Կենտրոնի տանը, որտեղ տարիներ առաջ թագավորում էր ցավի լռությունը, այժմ հնչում էին երաժշտություն, ծիծաղ հույսի պատմություններ։ Տունը, որը մի օր կոտրվել էր ողբերգությունից, դարձել էր խորհրդանիշ, որ իսկական սերը միշտ գտնում է բուժելու ճանապարհ։ Եվ աղջիկների սենյակում, մահճակալների կողքի փոքրիկ դարակին, մի լուսանկար էր դրված, Սոֆյան, Հելենան Բելլան գրկախառնված, ժպտալով։ Լուսանկարի տակ, փոքրիկ ոսկեգույն ցուցանակի վրա գրված էր. Ընտանիքը որոշվում է ոչ թե արյունով, այլ սիրով, որը մենք կիսում ենք։ Արտակը ամեն գիշեր քնելուց առաջ նայում էր այս լուսանկարին, շնորհակալություն հայտնելով ճակատագրին, որ մի անտեսանելի կին բերեց, իր տեսանելի ընտանիքը փրկելու։ Որովհետև երբեմն մեր կյանքի ամենակարևոր մարդիկ գալիս են, երբ ամենաքիչն ենք սպասում, ամենաանհավանական վայրերից իրենց հետ բերելով շնորհներ, որոնց մասին նույնիսկ իրենք չգիտեն։ Եվ երբեմն, ինչ-որ մեկին փրկելը նա ինքներս մեզ փրկելու միակ ճանապարհն է։ Սիրելի ունկնդիրներ, Արտակի, Սոֆիայի, Հելենայի Բելլայի պատմությունը հասավ իր ավարտին, բայց հուսով ենք, որ այն հուզմունքը, որը նա բերեց, կշարունակի ապրել ձեր սրտերում։ Մի պատմություն այն մասին, թե ինչպես կարող է իսկական սերը ծնվել ամենախորը ցավից, այն մասին, թե ինչպես արդարությունը երբեմն ուշանում է, բայց միշտ հասնում, այն մասին, թե ինչպես մարդիկ, որոնց ամենաշատն ենք կարիք ունենում, հայտնվում են հենց այն ժամանակ, երբ կարծում ենք, թե ամեն ինչ կորած է։ Եթե այս պատմությունը հուզեց ձեր հոգին, եթե դուք հուզվեցիք այս հատուկ ընտանիքի ճանապարհով, դրեք ձեր հավանումը այս տեսանյութին, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։
Ամեն շաբաթ մենք բերում ենք այսպիսի լարված իրական պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ ամենացավոտ ողբերգություններում միշտ տեղ կա հույսի վերածննդի համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ միասին հետեցիք արդյունքների, հաղթահարման սիրո այս ճանապարհորդությանը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ նոր պատմությունը կխառնի ձեր հույզերը, կստիպի ձեզ էլ ավելի հավատալ մարդկային զգացմունքների փոխակերպող ուժին։